Պարոն Քոչարյան, երբ դուք ասում եք հետևելով Ռուսաստանում վերնախավի մակարդակով նաև արված հայտարարություններին, այսինքն ասում եք լավ տեղ չի տանում, ուր է տանում։ Ինչ նկատի ունեք։ Ձեր մտավախությունները ձեզ ուր են տանում։ Մտավախությունները նա է, որ բերան ասվել են, որում ասվել է նախագահի մակարդակով Ռուսաստանի, որ դեկտեմբերին վերջնական կնայեն ԵԱՏՄ-ի հետ կապված ԵԱՏՄ-ԵՄ Հայաստանի դիրքորոշումը եւ չի բացառվում, որ վերանայեն օրինակ գազի գինը, ինչը կարող է բերել լրջագույն խնդիրների այս ձմռանը, եկող ձմռանը, ամբողջ հասարակության համար, ամբողջ բնակչության համար։ Ես չգիտեմ ռուսները ինչեր կարող են անել, որովհետեւ ռուսները այսպես է, մենք բոլորս հասկանում ենք։ Դե իրենք էլ ինչ են ասում ԿՊԱ-կանները, այ գնանք դեպի Եվրոպա, որ ռուսը մեր վրա այդքան ազդեցություն չունենա, որ իմանանք ռուսի ինչ կարող անի։ Բան չունեմ ասելու, ես դեմ չեմ, ես ինքս նոր ասեցի, որ ես 2 ձեռով եմ կողմ։ Այսինքն ճիշտ է անում Նիկոլ Փաշինյանը, որ Ռուսաստանին փորձում է Հայաստանի վրա ազդեցության լծակներից զրկել։ ԿՊԱ-կաններն ասում են փորձում ենք զրկել, որ այդքան մեզ վրա բան չունենան, էլի։ Գիտեք, այն որ ասում է այդպիսի մի հատ ժողովրդական խոսք է, այդքան ասում պիտի ունենաս դրանից, որ անես։ Հա, ես 2 ձեռով կողմ եմ։ Այստեղ խնդիրն անում չի, խնդիրն անում է կարողանում ես դա անել, թե չես կարողանում անել։ Այսինքն գազը որտեղից է գալու։ Թող ինչ չխափեն, Ադրբեջանը գազ չունի։ Ադրբեջանը ռուսական գազն է վաճառում սանկցիաների պայմաններում, այդ ընդ որում ամբողջ Եվրոպան դրա մասին գիտի, հերթական կրկնակի ստանդարտներից, որտեղ իրանց էլ է պետք, մրսում են։ Ես վերջին տարիներին եղել եմ Եվրոպայում, ձմռանը որ գնանք, այնտեղ դրած է վերին շեմ ջերմաշճանի, այդ մարդիկ 19-20 աշճանից ավելի իրավունք չունեն ջեռուցեն տներում։ Եվ տարածություն Հիմա գուցե Հայաստանը այդ ճանապարհով է ուզում տանել, մենք էլ ունենանք բնակարանը ջեռուցելու վերին շեմ, բայց Ռուսաստանը մեզ վրա հանկարծ մատ թափ չտա։ Բարի զուգահեռ էքսպորտում հետ ենք անելու, որովհետև վերջի շրջաններում, որ այդքան գլուխ է գովում Նիկոլ Փաշինյանը, որ տնտեսական աճ է եղել, նա բացեք նայեք, որտեղից է այդ հարկերը։ Ինչից է եկել։ Ռուսաստանից տրանսֆերտներ, փոխանցումներ։ Չէ, տրանսֆերների մասին չի, տրանսֆերները հարկեր չեն։ Ես նկատի ունեմ բյուջետային մուտքերը, որտեղից է։ Ռուսաստան վերաարտահանումներ։ Վերաարտահանումներ, չէ։ Դե հիմա ասում է փոխարինեմ դա եւ Թուրքիայի հետ վերաարտահանումով, եւ Ադրբեջանի հետ վերաարտահանումով, ժողովուրդ հերիք է պարտավորված մնալ։ Թուրքիան, Ադրբեջանը իրենք են Ռուսաստան վերաարտահանել, իրենց պետք է ձեր վերաարտահանածը։ Ում եք խափում։ Պարզ է չէ, որ այդ վերաարտահանման վրա աշխատել, մենակ հայերը չէին այդքան շուստրի։ Թուրքիան դրանով զբաղվել է, Ադրբեջանը զբաղվել է, Ղազախստանը զբաղվել է, Ուզբեկստանը զբաղվել է, ավելին Էմիրատները զբաղվել են։ Ով կարացել, դա նորմալ է։ Եթե դու քո երկրի համար կարողանում ես գումար աշխատել, դա նորմալ է։ Բայց հիմա դու այդ նորմալը դրանից հրաժարվում ես չփոխարինելով ոչ մի բանով։ Որտեւ ասում են կփոխարինեք որևէ այլ բանով, երբ հրաժարվեք։ Մի հատ հրաժարվեք մեր աչքը տեսնի, Եվրոպան ինչ ասում։ Հապկից դուրս եկեք, ԵԱՏՄ-ից դուրս եկեք, մեր աչքը տեսնի։ Որպեսզի տան հնարավորություն դու պետք է ունենաս հրավեր Եվրամիություն անդամ։ Մենք դա չունենք։ Բայց ոնց է, ինչ հնարավորություն են տալի։ Դե հիմա օրինակ Եվրամիությունը եղել է ու կա էլ հիմա։ Հիմա Եվրամիությունը, պարոն Քոչարյան, Ռուսաստանը արգելում է պտուղ բանջարեղենի արտահանումը այդ երկիր, Եվրամիությունն ասում է ես ձեզ կտամ գումար, սուբսիդավորեք ձեր գյուղատնտեսներին։ Հիմա դա հնարավորություն է տալիս, թե նախընտրական ուղակի փուչիկ է։ Բոլորս հասկանում ենք, որ դա միանգամյա բաներ է։ Հա լավ, սուբսիդավորեցին 50 միլիոն, դուք հասկանում եք ինչ թվերի մասին է։ Հա 50 միլիոն տվեցին։ Այդ 50 միլիոնը ինչ որ մարդկանց նախաճաշի փող է, ժողովուրդ։ Մի հատ դրեք նայեք ինչքան է արտահանվում, միլիարդների արտահանվում է, 50 միլիոն սուբսիդիա են տալի։ Ոնց են փակելու դա։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։